Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացվում են ազդանշաններ Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ։ Նրա խոսքով գործընթացը դադարեցվել էր Մերձավոր Արևելքում զարգացումների պատճառով, սակայն այժմ քննարկվում է դրա վերականգնումը։ Զելենսկին նաև մտահոգություն է հայտնել, որ պատժամիջոցների թուլացումը կարող է ուժեղացնել Ռուսաստանի դիրքերը։ Նա ընդգծել է, որ կարևոր է թույլ չտալ, որ Մոսկվան բանակցություններին մոտենա ուժեղ դիրքից։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Ուկրաինայի Սումի շրջանում զոհվել է 3 մարդ, այդ թվում 2 եղբայրներ։ Հարվածներ են հասցվել նաև Օդեսայում, որտեղ վնասվել են նավթահանգստյան ենթակառուցվածքները, վիրավորվել է 4 մարդ, փլուզվել են բնակելի շենքեր եւ հրդեհներ են բռնկվել։ Ռուսական կողմը շարունակում է պնդել, որ խաղաղ բնակավայրերը չեն թիրախավորվում։ Միաժամանակ հակամարտության կարգավորման բանակցությունները կանգ են առել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանել է պատժամիջոցները Բելարուսի ֆինանսների նախարարության եւ զարգացման բանկի նկատմամբ։ Միաժամանակ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հումանիզմի սկզբունքով ներում է շնորհել 250 դատապարտյալի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում։ Ըստ Վիլնյուսում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան նրանցից 235-ը կմնան Բելարուսում, իսկ 5-ը կտեղափոխվեն Լիտվա։ Գործարքի շրջանակում Վաշինգտոնը համաձայնել էր մեղմացնել պատժամիջոցները Բելարուսի ֆինանսական հատվածի եւ կալիում արտադրող մի շարք ընկերությունների նկատմամբ, այդ թվում Բելարուսկալի։ Համաձայնագիրը ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնաց Ջոն Քոուլի Մինսկ այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կողմերը քննարկել են նաեւ Լուկաշենկոյի հնարավոր այցը Սպիտակ տուն։ Կոլումբիայում տեղի է ունեցել խոշոր բլեքաութ, որի հետևանքով մոտ 11 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տեղեկությունների համաձայն 2026 թվականի մարտին երկրի ազգային էներգահամակարգը լուրջ խափանում է ունեցել, ինչը հանգեցրել է լայնածավալ անջատումների։ Պատճառների թվում նշվում է էներգետիկ համակարգի խնդիրները, նաև արտաքին գործոնները, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ազդեցությունը։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հաստատել է օրենք, որով ավերացնում է վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ մարզման դեմ 1989 թվականի միջազգային կոնվենցիան։ Օրենքը, որը ստորագրվել է մարտի 17-ին, արգելում է կոլումբացի վարձկանների օգտագործումը։ Նախաձեռնությունը նախապես հաստատվել էր երկրի խորհրդարանում եւ ներկայացվել նախագահին վերջնական հաստատման համար։